Ողջույն սիրելի հետևորդներ, հարգելներս այսօր թխել եմ շատ համեղ չամիչով բուլկիներ։ Նախ եւ առաջ վերցրել եմ 450 գրամ գոլկատ, ավելացրել եմ 15 գրամ խմորիչ և 170 գրամ շաքարավազ։ Հետո խառնել եմ, բերանը ծածկել և թողել 15 րոպե, որպեսզի խմորիչը ակտիվանա։ Այնուհետև վերցրել եմ մոտավորապես 100 գրամ չամիչ, վրան լցրել տաք ջուր և կրկին թողել 15 րոպե։ 15 րոպե անց տաք ջրի մեջ գտնվող չամիչը լցրել եմ քամոցը, որպեսզի քամվի։ Մինչ չամիչը կքամվեր, այդ ընթացքում ակտիվացած խմորիչի վրա ավելացրել եմ մյուս բաղադրիչները։ Ավելացրել եմ 2-ից 3 գրամ վանիլ, 1 ձու, 100 գրամ բուսայուղ և քիչ-քիչ ավելացրել եմ 900 գրամ բարձր որակի ալյուր։ Խմորը 10 րոպե հունցելուց հետո ավելացրել եմ 2 գրամ աղ։ Աղը ավելացնելուց հետո քամված չամիչների վրա ավելացրել եմ 1 թեյ գդալ ալյուր, մի լավ խառնել, հետո ավելացրել խմորին և շարունակել հունցել։ Հունցելը վերջացնելուց հետո ստացել եմ ձեռքերին չկպչող փափուկ խմոր։ Բերանը ծածկել և թողել 30 րոպե։ Երեսուն րոպե անց խմորը հետ եմ հունցել։ Այս մեթոդը կրկնել եմ 2 անգամ 30 րոպե դադար տալով։ Երկրորդ հունցից հետո խմորը թողել եմ հանգստանա ևս 30 րոպե։ Երեսուն րոպե անց խմորը կտրատել եմ և գնդել։ Յուրաքանչյուր գնդի քաշը եղել է մոտավորապես 100 գրամ։ Խմորը գնդել վերջացնելուց հետո գնդերի երեսը խոնավեցրել եմ, ծածկել սննդային թաղանթով և թողել մոտավորապես 2 ժամ, որպեսզի բուլկիները լավ փքվեն։ Երկու ժամ անց, երբ որ բուլկիները արդեն պատրաստ էին թխման, երեսները կրկին խոնավեցրել եմ և թխել 180 աստիճանի տակ մոտավորապես 20 րոպեվա ընթացքում։ Մինչ բուլկիները կթխվեին, այդ ընթացքում պատրաստել եմ օշարակը։ Վերցրել եմ 2 ճաշի գդալ շաքարավազ, 1 ճաշի գդալ բուսայուղ և 4 ճաշի գդալ տաք ջուր։ Այս ամենը միմյանց հետ լավ խառնել եմ այնքան ժամանակ, մինչև որ շաքարավազը լուծվի։ Թխված բուլկիները ջեռոցից դուրս բերելուց անմիջապես հետո երեսներին տարածել եմ օշարակը։